Մին փող նարեկացի լավ է, քան զամենայն սաղմոզ դավթի, Մատթեոս ջողայեցի 15-րդ դար։ Բավթ է նարեկացու աշխարը և երկի ծննդյան առեղծվածը։ Ոչ միտեղ նա չի խոսում հայրենիքի մասին, միայն երկու անգամ հիշում է Արարատը, այն էլ բոլորովին այլ առիթով և այլ իմաստով։ Սակայն նա ամենից առաջ հայկական երևույթ էր, ինչպես առանց անհատականության չի կարող մեծ բանաստեղծ ծնվել, այնպես էլ առանց ազգային յուրահատուկ խառնվածքի չի կարող ծնվել մեծ բանաստեղծություն։ Մենք հաճախ ենք խոսում նարեկացու միստիկայի մասին, բայց այդ միստիկան անգամ չէր կարող բանաստեղծության ակունք լինել, եթե ներշնապես չառնչվեր ազգային խառնվածքի և հայկական ուրույն ներշնչումների հետ։ Հանճարեղ բանաստեղծն ստեղծել է ազգային խառնվածքի ավելի բարդ առեղծվածային բարձր մի երևույթ։ Արտասովոր զգայուն, բարոյական մեծ տեսողության տեր բանաստեղծը չէր կարող ուղղակի և անուղղակի չընկալել հայ մարդու դարերի փորձն ու բախտը, որոնք նրան հուշում էին ավարառությունների, չարիքների, կործանումների, բարոյական անկումների, խեղճության և ստրկության, մարդու և բնության աններդաշնակության մասին։ Արժունառու թշնամիներ, հալածական մարդիկ, բարոյական փլուզումներ, արժեքների կործանում և մարդու կերպարի անվերջ աղավաղումներ։ Ահա ինչ էին նրան թելադրում հայոց պատմությունը, խորենացու ողբը և մոտիկ անցյալի մռայլ պատկերները։ Որպես մեծ բանաստեղծ նա հենց այս ժառանգության տերն էր և քրիստոնեական գաղափարախոսը այս դեպքում իր մեջ ընդունում էր աշխարհիկին ու նոր ցավերի, բարոյական անկումների ու տագնապների արձագանքը։ Ազգային պատմության և խառնվածքի այս դարավոր նստվածները հալվել ձուլվել են նրա հոգում, դարձել նաև մեծ աշխարհի ցավերը տանող արահետ։ Կա մի փոքրիկ հատված համբարձման տաղինկից, ավելի ճիշտ կլիներ ասել սքանչելի և տխուր մի առանձին հորինվածք, ուր թվում է քրիստոնեական տարազի տակ, նարեկացին ակնարկում է իր ժողովրդի մոտիկ անցյալի վշտերը և ինչպես խորենացին կասեր գալիքում սպասվածները։ Դա մի յուրօրինակ դառը հիշեցում է Աստծո որդուն, չէ՞ որ նա փոքրիկ հոտին խոստացել է արքայություն, ինչպես ասվում է Ղուկասի ավետարանում, և հարություն առնելուց հետո մարդկանց ասել է. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»։ Հիշենք Մատթեոսի ավետարանը։ Բայց այս բանաստեղծությունը արդեն ոչ թե ներբող է Աստծուն, այլ թախծալի բողոք, անտեր մնացած մարդկային փոքրիկ հոտի արտասուքների, տարակույսների ու տառապանքի համար։ Այն փոքրիկ հոտն է տրտմած, արցունքի գետեր թափում, բզկտված երանն է հեգ, հայացքը կողկողագին, սևեռած դեպի երկինք, պաղատում աղիողորմ։ Քեզ Աստված, որ որդերի հայրն ես ու հույսը միակ, մեզ ում ես թողել, աղետ, հոգս, վիշտ ու կսկիծ, ընկան մեզ միայն բաժին։ Հիշիր ու մի մոռացիր, չէ որ մեզ սեր խոստացար, հույս տվիր անսուտ խոսքով, մինչ վախճան աշխարհի, կյանքում միշտ մեզ հետ լինել։ Ինչ ցավից է հյուսել նարեկացին այս տխուր, ազդեցիկ երգը, տրտում հոտի, բզկտված երամի և անուշադիր մոռացկոտ Աստծո մասին։ Առերևույթ իհարկե կարելի է ասել, որ դա որդացած իսրայելական հոտի մասին է, բայց դժվար չէ ենթադրել, որ այստեղ լսվում է նաև հայկական բախտի արձագանքը, մի զուգադրում, որը ինչպես հայտնի է, Երևան է եկել դեռևս 5-րդ դարի հայ հեղինակների, օրինակ Փավստոսի մոտ, Դանիել ասորու մարգարեությունը։ Նա Դանիել ասորու մարգարեությամբ ուղղակի հրեաների բախտը զուգադրում է հայերի գալիքի հետ, ինչպես հետո կտեսնենք, հայ բանաստեղծների մոտ հետագա դարերում աշճանաբար բացվում են նարեկացու թախծոտ բանաստեղծության գաղտնիքները, ներքին խորհուրդն արթնացնապես ևս ընդունում է
Դա երևում է Հովանես իմաստասերի ղևոնդյանց նվիրված չարականներում և աղոթներում։ Այս տանջող խոհը ժամանակի ընթացքում ստանում է ավելի ցայտուն հայկական գունավորում, ծավալվում է ֆրիկի գանգատի տողերում, ուր բանաստեղծը դառնությամբ բողոքում է առ Աստված, իր բարձի թողի արված ժողովրդին վիճակված ցավերի և նույն մոռացկոտ Աստծո անարդարության համար։ Այս ավանդը շարունակվել է դարեր շարունակ։ Ահա 19-րդ դարի ամենավերջին գրված Հովանես Թումանյանի տրտմության սաղմոսներից է, ուր նարեկացիական շնչով և նույն այս ծանր թախիծով Թումանյանը խոսում է Աստծո անտարբերության, հայոց ազգի տագնապների, աղաղակների, կականի մասին։ Տեր, մինչև երբ մեր աչքերը քեզ մնան, մեր գույժն ասավ հեռու ազգերին։ Բայց կարող էր և չլինել նման մի բանաստեղծություն, և սակայն մենք դարձյալ պետք է որոնեինք նույն ազգային կյանքի ու հոգեբանության արձագանքը, որոնք հյուսվում են նարեկացու մատյան ողբերգության պոեմին ու տաղերին։ 10-րդ դարը անցման էր ազգային կյանքում, ցավագին որոնումների և վերածնության շունչը տարածվում էր ամեն ինչի, նաև հոգիների ու մտքերի վրա։ Նորն ասպարեզ էր գալիս բարդ որոնումներով, ծանր երկունքով, քրիստոնեական դոգմատիկան տեղի էր տալիս մեծ դիմադրությամբ։ Մտածող մարդիկ և զգայուն հոգիները շրջապատված էին թշնամիներով, հալածանքով, բանսարկությամբ։ Երկրում ծայր էր առել աղանդավորական շարժումը, որի անվան տակ դատաստանի էին կանչվում ժամանակի լուսավոր մարդիկ, եկեղեցիական գործիչները, գիտնականներն ու բանաստեղծները։ Հենց միայն նարեկացու հարազատ շրջանից դատաստանի էին կանչվել հայրը Խոսրով Անձևացին, ուսուցիչը Անանյան և ինքը բանաստեղծը։ Պայքար էր գնում ոչ միայն թնդրակեցիների, այլ նաև այն մարդկանց դեմ, որոնց միտքն աշխատում էր նոր լիցքերով կյանքին համընթաց։ Շատ անգամ հաստատված մի երևույթ է, որ նոր միտքը և գեղեցկությունը սկզբնապես հանդիպում են մեծ դիմադրության, քանի որ հինը իր ավանդական բնույթով մշտապես ճնշում է ներկայի ու գալիքի վրա, իսկ այս դեպքում զարգացման նոր երևույթները դեմ էին առնում մոտ 500 տարվա ընթացքում կարծրացած ավանդներին, որոնք ունեին հզոր պաշտպաներ։ Անցումն ուներ խիստ դրամատիկ բնույթ, ինչ որ չափով ստիպում էր վերագնահատել անցյալը և մտածել նաև գալիքի մասին։ Նարեկացին ապրել է այս բարդ շրջանում, անտարակույս իբրև մեծ բանաստեղծ, նա հազար գրկիրներ է ստացել այս ոգորումներից ու հալածանքներից։ Նա ամենից առաջ մի քրիստոնյա էր, որը հավատում է Աստծուն, հանդերձյալ կյանքին, դրախտին ու դժոխքին, մերժում է աշխարհային մեղքերն ու արատները, սակայն արդեն նոր օրերի արձագանք էին նրա անմիջական զրույցն Աստծո հետ, նրա տարակույսները, կասկածները, հորդորները, մարդու երկնային ու երկրային բախտի շուրջ։ Այս զրույցի մեջ անտես ու թաքուն ձևավորվում և ապա ընդգծվում է տառապող սատանայական բանակի մեջ ընկած մարդու թեման, որ ձգտում է լույսին, բարձրյալին։ Բանաստեղծը դուրս է գալիս դոգմանների շրջանակից, տառապանքը ետ է մղում կրոնական գիտելիքը, դառնում է մարդու հավերժ ճանապարհի և անդուլ երազանքի երգ։ Աբեղյանը, խոսելով նարեկացու կյանքի մասին, կարծես գույները խտացնում է, նրան համարելով մի խեղճ, ճգնավոր, կտրված ընտանիքից, արտաքին աշխարհից, մեկը, որ աշխարհի հետ առնչվել է միայն ուխտերի և բացառիկ այցելությունների ժամանակ։ Մնալով վանքում, նա ճգնարանի նույն խստություններին է ենթարկում իրեն, ինչ ուրիշները, ցերեկը գործել մշտամռուն ջաղոտներով, գիշերը տքնել դարձյալ աղոթելով, տանջել իրեն քաղցով ու ծարավով, ծնրադրությամբ երկրպագություններ անելով։ Մատյանը, տաղերը, երկոթի մեկնությունը ցույց են տալիս, որ նա շատ լավ գիտեր աշխարհն ու ժամանակը, երկրագործին ու ծայլվորին, իշխանին ու կրոնավորին, անցել է լքված
տաղավարների ու ավերակների միջով հասու է տառապանքի և մեղքի բոլոր ձևերին։ Աշխարհից կտրված մի աբեղա չէր կարող ունենալ այդքան ճանաչողական պաշարներ եւ այդքան խոր անհանգստություն դեպի անմեր դաշնակ աշխարհը, մարդը, կյանքը։ Նարեկացին չէր կարող ապրել սով գրքային էքստազով, նա շատ ազդեցիկ է բնութագրել իր կյանքի բնույթը։ Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ մրկածուկ ծովի, ուր բազմակողակ ու ալեխռով հորձանքների խոլ, անդոլ, անընդմեջ ընդդիմախուժմամբ տարուբերվում է, ցնցվում է հոգիս, մարմնի շինվածքով ինչպես նավակում։ Նարեկացագիտությունն ունի հին պատմություն, նարեկացուն գնահատել են միջնադարյան բանաստեղծները Աբովյանը, Թումանյանը, Նալբանդյանը, հատկապես Միսաք Մետարենցը և Էշե Չարենցը։ Նրա մասին գրել են Արշակ Չոպանյանը, Մանուկ Աբեղյանը, Մկրտիչ Մկրյանը։ Այժմ արդեն գրում են շատերը և դրսում և ներսում, և այնուամենայնիվ հանճարի հետ ունեցած առնչությունները շարունակվում են, քանի որ ամեն անգամ տեղի է ունենում նոր սերնդի և հնի հազարամյա պոեզիայի և ժամանակակից սերնդի հոգեկան աղերսը։ Այս առումով կարծես նոր ընթերցման կարիք ունի Մատյանը։ Նարեկը քնարական խոհական պոեմ է, որը բնականաբար չունի արտաքին սյուժե, ցայտուն գործողություն ու արտաքին ընդհարումներ, առաջ է գնում սոսկ խոհերի և զգացմունքների ուրույն զարգացման, այսինքն ներաշխարհի շարժման տարբեր աստիճանների և տարբեր լիցքավորման միջոցով։ Բայց այնուամենայնիվ պոեմն ունի նաև ներքին սյուժե, որն արտացոլում է նաև հերոսների աղերսներն ու հարաբերությունները։ Հերոսների կարող է տարակույս ծագել, չէ որ այնտեղ կարծես ամեն ինչ հենված է մի տառապող ու որոնող հերոսի վրա։ Անշուշտ պոեմի կենտրոնը հենց այս հերոսն է, որը ներքին աղերսների մեջ է նաև մյուս քնարական հերոսների հետ։ Ամենից առաջ պետք է ծանրանալ այս հերոսի վրա, բանն այն է, որ հենց բուն հերոսի ընտրությունը հեղաշրջող երևույթ էր, նոր սկզբնավորվող միջնադարյան բանաստեղծության մեջ մեծագույն հայտնագործություն հայ գեղարվեստական մտածողության ասպարեզում։ Չէ որ այնտեղ գրեթե ամեն ինչ սրբերի, նախատակներու ու եռամիասնության վրա էր, բայց ահար երևույթ մնալով նույն այդ թեմաների տարազի տակ նարեկացին իր մեծածավալ պոեմի կենտրոնական հերոս է դարձնում երկրային մարդուն, իր հոգեկան ապրումների ողջ հարստությամբ ու բարդությամբ։ Զարմանալի է, բայց փաստ մեր բանաստեղծության այդ սկիզբը մնաց չհաղթարված բարձունք, քանի որ հանճարը, ժամանակը, անցման շրջանի բարդությունները, այսինքն կյանքի հարուստ լիցքերը միանալով իրար ծնեցին գրական հրաշակերտը, որի կենտրոնական հերոսը, երկրային մարդը, իր հետ բերում էր նաև հավերժական գծեր։ Անտարակույս նարեկացին, որպես իր դարի զավակ, արտասովոր ձիրքիտ էր բանաստեղծ, որին ծուր հայացքով էին նայում թոնդրակյան շարժման անողոք թշնամիները, կապված էր կրոնական աշխարհայեցողության հետ և իր պոեմում էլ բազում ձևերով մշակում է հոր, միածին որդու, աստվածածնի թեմաները։ Սակայն դրա հետ միասին նա խիզախորեն տեղ է բացում հասարակ մարդու համար, մահկանացու անհատին մղում խիզախ զրույցի մեջ, որի ընթացքում թանձրանում է անդունդի մեջ տառապող մարդու անդուլ ձգտումը լույս եզերքների կատարյալ ճամփաների համար։ Արշակ Չոպանյանը նկատում է, որ իբրև արևելցի նարեկացու հերոսը ստրկացված է, ինքն իրեն կգտնե անարգ ու ճղճիմ, ապրում է միայն վախով ու սարսափով, վանքին առանձնացումին գլուխը քարերում կզարնե։ Անտարակույս հերոսի մեջ կան և այս գծերը, սակայն նարեկը նաև մարդկային բանականության, երազների հպարտության գիրք է, ուր աստվածակերպ հասարակ մարդը հաճախ վեճի է մտնում, տարակուսում, բողոքում, հիշեցնում, ձգտում դեպի վերին ապարանքները,
տենչում լույս սափերը Աստվածածնի կուսության կաթը։ Այս հերոսի գլխավոր արժանավորությունն այն է, որ իր հոգեկան ծանրագույն դրամայով մեծ զրույցի մեջ բերում է նաև մեղքերով բեռնավորված աշխարհի աղետները, չարիքները, անհուն տառապանքները։ Զուգորդումների մեջ անվերջ ծավալվում են երկրային կյանքի պատկերները։ Մարդը երերում է իրական կյանքի ու կրոնական աշխարհայեցողության տպավորությունների ճշմարտ տակ։ Նա գտնվում է երկու ուժերի մեջտեղ, անվերջ ձգտում է դեպի վեր, սակայն անասնականն ու մարմնավորը նրան քաշում է դեպի ներքև։ Եթե Աստված հեռվում մոռանում է մարդուն, ապա սատանայական հնարքները նրան քաշում են դեպի երկրային հաճույքները։ Այս դրաման, որ բնորոշ էր դարի ոգուն, առավել ուժ է ստանում հենց այն բանի շնորհիվ, որ բանաստեղծը վիթխարի ուժով ընկալում է նաև բոլոր քրիստոնյաների ցավերն ու երազները, բանականության եւ զգացմունքի ուժով ազնականի մեջ թանձրացնում իր դարի համամարտկային երևույթները, որոնք մի շարք կողմերով կապվում են նաև մարդկության ողջ ճանապարհի հետ։ Արշակ Չոպանյանը բոլորից շուտ եւ խորն է զգացել այս առանձնահատկությունը։ Վիճելի է նրա կարծիքը, թե Մատյանը երկն է միակ հոգի մը, անոր ցավերուն, զմայլանքներուն, դողերուն, բոլոր հուզումներուն։ Բայց հետո շարունակության մեջ նա շատ նպատակասլաց նշում է Նարեկի եւ խորապես անձնական բնույթը եւ համամարտկային տարերքը։ Գործը ընդհանուր եւ մասնավոր է միանգամայն, մարդկային եւ միանգամայն անատական։ Կզգանք, որ իր վրա խուզած ատեն բանաստեղծ ամբողջ մարդկության հոգին իր մեջ խտացած կտեսնե։ Ինքզինքը ինկած զգացող այդ էակը, որ բարձունքներուն աչքը առած գթություն կաղաչե, այդ էակը ամբողջ մարդկային ազգն է։ Եվ այս մեծ հատկանիշը սակայն չի խանգարում մեզ ավելի լայն շրջագծի վրա տեսնել բանաստեղծի մտահղացումը եւ Նարեկի կառուցվածքի յուրահատկությունը կապված կերպավորման արվեստի հետ։ Եթե ուշադիր նայենք պոեմի բևեռացումներին, ապա կտեսնենք, որ հենց այդ կենտրոնական հերոսի հետ միասին կերպավորվում է նաև Աստծո որդին, Քրիստոսը, Աստվածամայրը եւ Սատանան, չար ուժը, որոնք իրենց հերթին հարստացնում են գլխավոր հերոսի ողբերգությունը։ Ինչպես են խտանում ու ձևավորվում այդ հերոսները։ Նրանք հանդես են գալիս գլխավոր հերոսի խոսքի, ապրումների, աղերսների, հիշեցումների, հույսերի եւ տարակույսների միջոցով, այսինքն ունեն տարածական եւ հոգեբանական որոշակի տեղ հյուսվածքում։ Հերոսը խոսում է նրանց մասին, նկարագրում չարն ու բարին, առաքինությունն ու արատը, ընդունում կամ մերժում, աստիճանաբար հավաքում, կուտակում, թանձրացնում, ապրումը, ատելությունը եւ հույսը, մինչեւ անգամ, եթե ուշադիր լինենք, պարզ կդառնա, որ հերոսներից յուրաքանչյուրն ունի իր սահմանավորումը, աճը, զարգացման բարձրակետն ու ավարտը, խորապես կապված գլխավոր հերոսի հոգեբանական բարդ ընթացքի հետ։ Իր հույսերի եւ անարատ եզերքների, երազների մեջ նա հոգեպես մերձենում է տիրամորը, երեք ենթագլխով մի ամբողջ գլուխ նվիրում մարմնատեսիլ երկնաճեմ Արուսյակին, հայցելով նրա թևավոր աղոտ միջնորդությունը Աստծո առաջ մարդու փրկության համար։ Չարի թեման անշուշտ ծավալվում է ողջ պոեմում զանազան ձևերով, սակայն առավել ուժեղանում եւ թանձրանում է մեղքերի անդունդից դուրս ելնելու ինքնադատապատման եւ տագնապի ծանր պահերին, բանսարկուհի, չարի, սատանայի, Բելիարի թեման առանձնապես բացվում եւ զորանում է որոշ գլուխներում։ Այսպիսով պոեմի կենտրոնական հերոսի ողբերգությանը միահյուսված ներքին ուրույն զարգացում են ապրում նաեւ մյուս հերոսները, նպաստելով մարդու եւ կյանքի թեմայի գեղարվեստական գերագույն դրսևորմանը։ Բայց մինչ հերոսների դիտարկումը
Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել Հայր Աստծո մասին, որի հետ անմիջապես կապված է բուն հերոսը, անհատը եւ կամ բանաստեղծը։ Հայտնի բան է, որ Նարեկացին չէր կարող կերտել Հայր Աստծուն, քանով որ վերջինս անքնին, անտեսանելի, աննյութական ոգի էր, նախաստեղծող ուժը, այնուհանդերձ ամբողջ պոեմը մի բուռն եւ անհանգիստ զրույց ու վեճ է Աստծո հետ։ Այդ մասին շատ գեղեցիկ է գրել Հովհաննես Թումանյանը։ Հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքուշ զգացմունքների հետ եւ կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որը ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծու իր հետ երես առ երես։ Սակայն ինչի մասին է նրա զրույցը, ինչ է խոսում նա երես առ երես ամենակարող Աստծո հետ։ Իհարկե Նարեկացին հավատում է եւ երկնային թագավորությանը եւ վերջնականների զարմանալի դրախտային կյանքին, ուր մի օր պիտի Աստծո որդու հետ համբառնան այս աշխարհի մարդիկ, ահեղ դատաստանի եւ այդ կախարդական եզերքների մասին ստեղծում է մի շարք պատկերներ, սակայն այսուհանդերձ նրա բուն խոսքը վերաբերում է երկրային գործերին, նա պատմում է իր մեղավոր ու տանջահար կյանքի եւ երկրի մարդկանց ծանր վիճակի մասին։ Իր ողջ տարերքով նա մնում է իբրև երկրային երևույթ, որին անվերջ մտահոգում է աշխարհի ու մարդկանց ճակատագիրը։ Նարեկացին լավ գիտե, որ աշխարհը Աստծո ստեղծածն է, բայց այդ դեպքում ինչու են այդքան աղերսում, դիմում, հառաչում, հորդորում, բողոքում, իր խորոց սրտի ձայնը բարձրացնում առ Աստված, ահա ստացվում է, որ նախնական ստեղծումից ու շարժումից հետո Աստված ձեռ է քաշել երկրից, որ Աստծո ստեղծած աշխարհը անկատար ու քաոսային է, որ հենց Աստծո գիտությամբ անկարող ու հակասական է նաև մարդու բնույթը, այնուամենայնիվ երկրի վրա ինչ-որ բան անարդար է, քանի որ հենց Աստծո ստեղծագործությունից հետո էլ դեռ մնում են քաոսն ու աններդաշնակությունը։ Եվ ցավալին այն է, որ Աստծո հայացքի առաջ գնալով ավելանում են արատներն ու աններդաշնակությունը, կուտակվում են չարիքները, ծանրանում է մարդու կյանքը, որին Աստված կամքի ազատության անվան տակ տվել է խիստ հակասական բնույթ։ Բոլոր պատկերների միջով ասնում է մի կենտրոնական հոսանք, ցայտուն դարձող գաղափար, երկրի վրա չի գործում աստվածային բանականությունը, ոգու ամենազոր ուժը, Աստված ձեռ է քաշել աշխարից, եւ այս աշխարհն ու մարդկային կյանքը առաջ են գնում իրենց խաթարված ճանապարհով, միանգամայն ինքնուրույն շեղված աստվածային ներդաշնակության ուղիներից։ Նարեկացին փոքրինչ օգտվելով ավետարանական դոկմաններից ու սուրբ գրքից հանկարծ ինքնուրույն կյանք եւ ճանապարհ է տալիս մարդոց աշխարհին, ավելին նա սկսում է անվերջ հետազոտել այս երկրային կյանքը, մարդկանց բարոյական աշխարհը։ Վերածնության նշանավոր գրող Բոկաչոն իր աստվածների ծննդաբանությունը երկի մեջ նկատում է, որ պոեզիան նույն աշճանի վրա է կանգնած ֆիզիկայի հետ, որն ուսումնասիրում է բնության օրենքները, պոեզիան ընդօրինակում է բնությանը, եւ ինչ կարող է լինել ավելի պատկերավոր, քան ձգտումը արվեստի մեջ վերստեղծել այն, ինչ բնությունը ստեղծում է սեփական ուժերով։ Ահա Նարեկացին եւս ձգտում է հետազոտել մարդկային կյանքը, մեծ բնությունը, Աստծո աշխարհը, որ հեռացել է Աստծուց։ Սա մեծ հայտնագործություն էր, քանի որ կարևորն այն չէ, թե Նարեկացին ինչ հարաբերության մեջ է Աստծո հետ, այլ այն, թե նա դեպի ուր է հրավիրում Աստծո եւ մարդկանց հայացքը, ինչից է ստեղծում իր մատյանի եւ ողնաշարը եւ ողջ տարերքը, հենց այս առումով նոր իմաստ են ստանում նաեւ Աստծո եւ մարդ հերոսի հետ կապված եռյակը, Քրիստոսը, Աստվածամայրը եւ Սատանան։